Քառօրյա պատերազմից հետո կանխատեսելի էր, որ իրավիճակը սահմանագծում շատ արագ չի կայունանա։ Լարվածությունը պահպանվում է, ինչը իր պատճառներն ունի։ Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համոզմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձելու է ռազմական սպառնալիքի գործոնը օգտագործել որպես քաղաքական ռեսուրս, չհասնելով սակայն սպասված ռազմական հաջողություններին։ Եթե նույնիսկ Ադրբեջանում կան ինչ-որ իլյուզիաներ, որ այս իրադարձությունների արդյունքում հնարավոր է հայկական կողմերը գնան ինչ-որ միակողմանի զիջումների, ապա դա ավելի քան ոչ իրատեսական է։ Ադրբեջանը հասկանալով, որ նաև ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ իրական լայնամասշտաբ պատերազմի գինը ոնց որ նաև սպասվում էր չափազանց մեծ է եւ չափազանց վտանգավոր է, կխուսափի եւ մենք կունենանք պարզապես ավելի ոչ կայուն ստատուս քվո եւ նաեւ դիվանագիտական եւ փոխզիջումների վրա հիմնված որևէ, ասենք, քաղաքական լուծման հնարավորությունը արդեն իսկ տարիներով, եթե ոչ տասնամյակներով ավելի կհետաձգվի։ Աշխարհում բռնությունը դարձել է քաղաքական խնդիրներ լուծելու ամենատարածված միջոցը եւ այնինչ անում է Ադրբեջանը բխում է աշխարհում եւ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրողություններից, համոզված է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Ըստ Արևելագետի Ադրբեջանի ղեկավարությունը մեծ գայթակղության առջև է կանգնել, տեսնելով իր դաշնակից Թուրքիայի անպատժելիությունը, որի հետ համագործակցությամբ էլ ապրիլի սկզբից անցել է խիստ ագրեսիվ մարտավարության։ Սա նոր տակտիկա է Ադրբեջանի կողմից։ Իմ կարծիքով նպատակ ունի խափանելու Մինսկի խմբի գործունեությունը։ Իմ ընկալմամբ այս գործողությունները միանգամայն համաձայնեցված են Թուրքիայի հետ։ Նոր տակտիկայի գաղափարը ավելի քան իրատեսական է։ Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ ունեն խափանել Մինսկի խմբի գործունեությունը։ Այդ նամակը, որ նրանք տարածել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ ՄԱԿ-ում, սա վկայում է այն մասին, որ փորձում են նրանք քննարկումները բանակցային գործունեությունը առաջինը Մինսկի խմբի տապալել եւ փորձել նոր ձևաչափ ստեղծել բանակցային, որը հիմնված կլինի Թուրքիայի միջնորդության վրա, այսինքն տեղի է ունենում Թուրքիայի, այսպես ասած, բռնի կերպով ներգրավումը միջնորդական գործունեության մեջ։ Էսկալացիայի խորացումը ընդհանուր լայնամասշտաբ ռազմական գործողություններ հնարավոր սցենարների թվում քաղաքագետները չեն բացառում, ինչպես եւ երկրորդ տարբերակը՝ միջազգային հանրության ճշմարտ ներքո Ադրբեջանին իրատեսական դաշտ վերադարձնելը։ Հայկական զինված ուժերի պատրաստական վիճակն ու դիվանագիտական ճակատում նոր մոտեցումների մշակումը հիմնական հակաքայլերն են։ 94 թվականի զինադադարի համաձայնագրի վերականգնումը առաջին կարևոր քայլն է այս համատեքստում։ Լուսինե Մկրտչյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին ալիք։